Ռոբերտ Քոչարյան, Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան, Մոնթե Մելքոնյան, Սամվել Բաբայան եւ Վազգեն Մանուկյան, անուններ, որոնք օրեր շարունակ հնչում են Իլհամ Ալիևի հակահայ օրակարգ սպասարկող դատարանի ամբիոնից։ Կոչենք դրանք վկայություններ, ցուցմունքներ թե հարցաքննություն, մեկ է, էությունը չի փոխվում։ Բաքուն նախ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին էր ստիպում դատարանի դահլիճում անուններ տալ, հիմա էլ պատերազմի թեման շրջանցել եւ հասել է 1990-ականներ։ Տարեց վկաներ է բերում դահլիճ եւ նրանց շուրթերով մեղադրական սլաքներն ուղում վերոնշյալ անձանց ուղղությամբ։ Բաքվի դատական քրոնիկոնը, ում անուններն են շրջանառում դատախազները։ Բաքվի ռազմական դատարանում տևական ժամանակ է քննարկվում են 90-ականներին հայերի իբր գործած ենթադրյալ հանցագործությունները։ Ներկայացվում են ընդհուպ 35 տարվա վաղեմության ցուցմունքներ, որոնք վերցված են Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ ՊՍՀՄ գլխավոր դատախազության հարուցած քրեական գործից։ 21-րդ դարում եղած չեղածը խզբզված ցուցմունքներով դատարանի դարակում ամփոփելուց հետո 6 դատախազները լծվել են նախորդ դարի 80-ից 90-ական թվականների իրադարձությունների վերաշարադրմանը։ Բաքվի Խանի շահը սպասարկողները նշում են, որ այդ փաստաթղթերից պարզ է դառնում արցախցիները սպառազինությունը ստացել են Հայաստանից, իսկ գործընթացը կազմակերպել է երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանը։ Հայաստանում հավաքագրված դրամական միջոցները ուղղվել են Ռոբերտ Քոչարյանին, որն էլ այդ փողը բաժանել է կռվող հայերին։ Զենքի ու փողի տեղափոխման գործով զբաղվել է Վազգեն Մանուկյանը։ Ամբիոնի մոտ դատախազ Վուսալ Ալիևը նշել է, թե վերոնշյալի առնչությամբ 1988 թվականի սեպտեմբերի 19-ին ԽՍՀՄ գլխավոր դատախազի օգնականը հարուցել է քրեական գործ, որով հանձնարարվել է նախաքննություն իրականացնել Իվանյանում, Շուշիում, Ստեփանակերտում ենթադրյալ անկարգությունների առիթով։ Արթուր Աբրահամյանը որպես վկա, ինչու էր պետք Բաքվին այս ցուցմունքը։ Այս ողջ ֆարսի ընթացքում ընդհուպ մի քանի 100 ադրբեջանցի պատմություն է պատմել ու անունը դրել վկայություն։ Սրան զուգահեռ շրջանառվել են նաև ցուցմունքներ վկաների յան ազգանուններով։ Դրանց մեծ մասը դեռ 1990-ականներից կասկածելի համարված եւ հարցաքննված հայերի վկայություններն են։ Այդպիսիններից է Արթուր Աբրահամյանը։ Ըստ Բաքվի դատարանում հրապարակված ցուցմունքի նա ասել է, թե Մուրադ Պետրոսյանի վարորդն է եղել, որը Քոչարյանի հետ հանդիպել է Ստեփանակերտի քաղաքային խորհրդի պատգամավորական գրասենյակում։ Սլաքներն ավելի ուղղելով նշել է, թե Քոչարյանը Մաքսիմ Բաբայանի վստահելի անձն է եղել, իսկ Հենրիկ Պողոսյանը Արցախյան ողջ շարժման համակարգողը։ Նշվել է, թե Զորի Բալայանը, Հենրիկ Պողոսյանը, շինարարության վարչության պետ Ռոլես Աղաջանյան եւ Վլադիկ Սարգսյանը եղել են ազատագրական պայքարի շրջանակում հանրահավաքների կազմակերպիչները, իսկ Մուրադ Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը իրականացրել են հայերի զինումը Լեռնային Ղարաբաղում։ Ըստ Աբրահամյանի ցուցմունքի նրանք են եղել հայտարարողները, որ լղիմը դուրս է գալու Ադրբեջանի կազմից եւ դրա համար պետք է պայքարել։ Մեղադրանք Թարթար գետի կամրջի պայթեցման համար։ Նույն վկայության հիման վրա նշվել է, թե Մուրադ Պետրոսյանը հանձնարարել է պայթեցնել Շուշի Ստեփանակերտ մայրուղու վրայով անցնող կամուրջը։ Այստեղ հետաքրքրական է այն, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներից Դավիթ Իշխանյանը ասել է, թե առաջին անգամ է լսում այս մասին։ Արկադի Ղուկասյանը միայն լսել է այս մասին, իսկ Արայիկ Հարությունյանը հաստատել է Թարթար գետի կամրջի պայթեցման վկայությունը եւ ըստ ադրբեջանական աղբյուրների հաստատել է Վալերի Գրիգորյանի իբր թե հայերի կողմից սպանությունը, այն կապելով Բաքու կատարած այցի հետ։ Հարությունյանը խոսել է նաեւ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի մասին, ասելով, թե դրա պատվիրատուն ոչ ավել ոչ պակաս Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն է եղել։ 15-ից զատ Ռուբեն Վարդանյան։ Նրան մեղադրում են պատերազմում ադրբեջանցի զինծառայողների զոհվելու համար։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ուղղված մեղադրանքները ողողված չեն խորհրդային փոշոտ արխիվներից պեղած ենթադրյալ ցուցմունքներով։ Այս դեպքում դատարան են գալիս ադրբեջանցի զինծառայողներ, որոնք պնդում են, թե հայտարարված պատերազմի ընթացքում Վարդանյանի մեղքով է, որ իրենք վիրավորվել են, իրենց ընկերը զոհվել է, մեկ այլ դեպքում էլ գաղտնի կերպով իրենց զոհերի մարմինները տեղափոխվելիս կրկին վիրավորում են ստացել։ Այս գործընթացը ամեն հաջորդ նիստին էլ ավելի մեծ զավեշտի է վերածվում։ Գուցե կարելի էր այսպես կոչել, եթե չլիներ այդքան ողբերգական հայերի ճակատագրերի հանդեպ։ Դատարանում օրինակ Ուլվի Սուլեյմանով անունով մեկը հայտարարում է, որ ինքը վիրավորվել է, իր ընկերը զոհվել, մեկ այլ Իմրան Հասանլի էլ ասել է, որ ինքը վիրավորվել է խմբի հրամանատարի հետ միաժամանակ պատերազմի ընթացքում պայթյունի հետևանքով։ Զինծառայող ներկայացրած Թուրալ Մամեդզադեն էլ նշել է, թե բեկորային վիրավորում է ստացել ակնայի հրետանային կրակի հետևանքով։ Պատերազմի ընթացքում վիրավորվելը լավ ու վատ չէ, դա նորմալ է։ Հայտարարված պատերազմի ընթացքում վիրավորումների կամ մահացությունների թեման շրջանառելը մեղմ ասած չի համապատասխանում չգրված օրենքներին։ Դա պատերազմ էր մեզ համար հանուն, իրենց կողմից ընդդեմ արժեքների։ Սա դատարանում քննարկելու եւ առավել եւս ոչ ռազմական գործչին մեղադրանք ներկայացնելու համար հիմք չի կարող լինել։ Հետևաբար, եթե 15 հայերի վերաբերյալ հնչող մեղադրանքները ունեն անուն կամ հասցե, ապա Բաքվի ռազմական դատարանում մեկուսացված Ռուբեն Վարդանյանին վերագրվող մեղսագործությունները քրեական գործի եւ մարդկային ճակատագրի էջեր սեվացնելու անհիման հայտարարություններ են։ Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, որովհետեւ այն եղել է եւ լինելու է գործիք Հայաստանի պետությունը, անկախությունը եւ ինքնիշխանությունը թույլ չտալու համար, կարծում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Փաշինյանը եւ որքան էլ շատերի համար անընդունելի այս հայտարարությունը, բայց այս նույն գործելավոճը նա չի պահանջում իր կառուցողական գործընկերոջից։ Եթե վերանանք այն հանգամանքից, թե ով է մեր թշնամին, ապա տրամաբանական է։ Այս համատարած խաղաղության հաստատման զավեշտական մթնոլորտում, եթե մի կողմը հրաժարվում է իր պատմական հիմնասյուներից մեկից, ապա մյուս կողմը առնվազն պետք է դադարի կեղծ մեղադրանքներով Բաքվի բանտում սևացնել այս պահին 16, իսկ ընդհանուր առմամբ հայտարարված 23 հայերի ճակատագրերը։ Իսկ եթե ցանկություն չկա, ապա ինչու է Հայաստանը նպատակադրված մոռացության տալիս Արցախյան շարժումը։ Խելամիտ չէր լինի արդյոք նախքան այս մասին հայտարարելը մի հայտարարի գալ Հեյդարի որդու հետ եւ օգնել այն մարդկանց, որոնք ճակատագրի բերումով կամ գուցե հանցավոր համաձայնությամբ հայտնվել են Բաքվի դատարանում։ Այս հարցը բաց է, պատասխանը փակ, ինչպես այն վերելակի դուրը, որի ներսում բանակցային զույգը ինչ որ բան խոսեց կամ պարզապես լռեց եւ որի մասին բազում լեգենդներ դեռ պտտվում են։ Թե պատմական ո շրջանի արխիվային փաստաթղթերին կվերադառնան ադրբեջանցի դատախազները եւ հաջորդիվ ում անունը կհնչի դատարանից կանխատեսելը դժվար չէ, սակայն իմաստ էլ չունի։ Այնտեղ եւ գուցե ոչ միայն այնտեղ որոշումները կայացնում է մեկ մարդ եւ այդ մեկ մարդը Իլհամ Ալիևն է։